Պարոն Քոչարյան, ինչու եք անձնական ձեր ամբիցիաների պատճառով Հայկ Սարգսյանի նախագիծը տապալել? Դուք ասել եք, թե իբր ես Ամերիկայում եմ, հանձնաժողովին իսկ չհրավիրեք։ Ում եմ ասում։ Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիային զոր տա, եւ բնականաբար դժվար թե ինքի հետ կոնտակտ ունենար, եւ հանձնաժողովի նիստը բնականաբար լավ կլիներ, որ այստեղ լինեի, բայց մտության քողի տակ փորձեցին արտահերտ նիստ անեն, հետո չարեցին։ Թողանային, ես այստեղ չէի, բայց եկա եւ պարզվեց, որ այս օրինագիծը իր կողմից շրջանառության մեջ դրված շատ խնդրահարույց էր։ Եվ ֆրակցիան դեմքի վերքե նաեւ ինքը։ Ես որ հիշեցրեցի։ Եթե այդքան ես առաջի անգամ դեմ պատմության մեջ, որ մի մարդ իր նախաձեռնությանը դեմքը վերքի։ Ինչ եք ասում, ո՞րն էր կարևոր, որ բանակում փողով ազատվեն։ Դա ասում ես sense տենց այդ մարդիկ թողնում ինչպես կարևոր է ձեր կճարլինի գլացի անգամ որ ինչ եք ասում դուք շարունակեք Հայկ Սարգսյանից հարցազրույց վերցնեք դուք հիմա Պաշտպանության հանձնաժողովի նախագահի հետ եք խոսում որը բնականաբար պետքա դեմ լիներ փողով բանակից ազատվելու Չասում այդ տղաները այսպես թե այնպես գնում են որ տղաները ցանկը թողտա այդ որ տղաների մասին է 3000 ցանկը ասում են զանգում են ովքեր են զանգում Կարինե, թվերը շատ վիճահարույց են, չէ՞։ Պաշտպանության փոխնախարարն էլ խոսեց։ Նախքին, երբ որ շրջանառում են նախաձեռնություն, այնտեղ MC թվեր էր ներկայացրել զորակոչի հետ կապված 2009-2010 թվականները, եթե այդ թվերով շարժվենք, ստացվում էր, որ բանակը 50%-ով գոյություն չուներ։ Երբ որ այդ քննարկման ֆրակցիայում քննարկման ժամանակ այդ ասվեց, այդ թիվը 50% ավելացրած, որի եզրահանգումների վրա ինքը հանգել էր ինչ-որ եզրահանգումների, բայց վերջին 2 տարվա ընթացքում զորակոչի թիվը աճում է։ Հիմա դա ինչի հետ է պայմանավորված։ Հիմա կասեն խաղաղության գուցեև, բայց որ նաև օրենքներ են ընդունել, որը փոխում է միջավայրը, եւ այդ միջավայրն է, որ հնարավորություն է տալի մայրերին առաջին հերթին վստահ լինել, որ այն ինչ որ կար բանակի ներսում եւ շարունակվում էր, ինքը կանգնած է եւ մահացան դեպքերի մասին քիչ առաջ լսեցի փոխնախարարը ասեց քանի դեպքից քանիսն է բանակի ներսում տեղի ունեցել։ Խնդիրներ կան եւ հիմա որ փակ քննարկում ենք անում, այնտեղ էլ բանակի գերավարության հետ կապված, նաեւ չլուծված խնդիրների հետ կապված մենք աշխատանքային քննարկում արեցինք, որի արդյունքում շրջանառության մեջ կդրվեն այնպիսի դրվագներ օրենսդրական բացերի լրացման, որը հնարավորություն կտա շարժվել առաջ։ Ամեն օրը խաղաղության պետքա օրենսդրությունից սկսած իրականացնել ծրագիր, որ մեզ բարձրացնելու է վերև անվտանգության տեսանկյունից։ Բանակի դուք եք խանգարում իրար։ Դուք ինչ եք միշտ աչ թևի տակ կանում։ 24-ն ուզում շատ է։ Սկզբում այն որոշում եք ունեցել, բայց հետո ձեր որոշման վրա ազդել են Հայկ Սարգսյանից հարցազրույց վերցնեմ։ Ես ասեցի այն ինչ Ամերիկայից կգամ կընդունենք այդ որոշումը, բայց որը փաստորեն որը բա եկա հակառակ արեցի։ ինքը խնդրել է որպեսզի ինքը թողնեք տարել շատ որ նիստը դուք չեք վարել Պարոն Կիրակոսյան, ես շատ լավ գիտեմ ձեր վերնագրերի փնտրտուքը, ես ծանր չեմ տարել, ես ծանր տարել եմ լուրջ ես ասում, ինչ ես ասում։ Ես հուզվեցի, լսի։ Ես ծանր եմ տարել թռիչքի տևողության վրա, ոչ թե այստեղ գտնվելու։ Ամերիկայից ես ելնել։ Հապկից դուրս գալու մասին, այսպես աշխատակիցների ֆոնի։ Մենք դուրս ենք եկել։ Չէ, դե Ֆոնը դրեք մի կողմ։ Մենք այսօր սառեցված ենք։ Ուրիշ։ հնարավոր է գա մի փուլ, որ այսպես որոշում կայացվի։ Մի ասա երբեք։ Ես չգիտեմ, աշխարհը շատ անհանգիստ է, այստեղ հապկի խնդիրը չի։ Մեր երկրի անվտանգությունը, երկրի շահը պետքա թելադրի մեր քայլերի հաջորդականությունը։ Դուք հիմա ուզում եք էլի ինչ-որ մի բան բռնցնեք, հապկը վերջին հաշվով, երբ որ հապկ պետքա հանդես գար ինքը կար։ Տեսեք, Մոսկվայում քննարկումների ժամանակ հապկի հետ կապված հապկի գործողությունները փորձ էր արում կապել Լեռնային Ղարաբաղի վիճակի հետ, բայց մեր Հայաստանի սահմանների հետ կապված հապկը անելիք ուներ, չարաշ չէ։ Մեր խնդիրը առաջացել է Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակի հետ։ Եվ մենք 2 թե 3 անգամ դիմել ենք հապկի աջակցությանը։ Այդ աջակցությունը բացի բանավոր այսպես խոսքից ոչ մի հեռանկար մեր համար չի հանդիսացել։ Պուտինի մոտ այն չփոթմունքը։ Կպական ասում է Սարի գլխին ջունեց, Սարի համար Պարոն ինչի Պուտինին էլ պայքարել։ մեկ կարող է սխալ տեղեկություն տված լինել։ Երբ կպականներ ասում են, որ այդ Սարի գլխին ջուն է տարին 12 ամիս Որտեղ? պայքարենք։
Կարծեմ Սև լճի մասին այդ պատմությունների ժամանակ։ Չէ, ավելի շատ ձյուն երկրորդ կորպուսի Վարդենիսի ուղղությամբ։ ՀԱՊԿ-ը ինչու պետք է միջամտել, ինչ եք կարծում։ Որովհետև կանոնակարգային պարտավորություններ կային ջան։ Բայց ասում էին, որ Ասում էին։ Այդ կետով եք դիմել եւ այլն։ Չէ, բոլոր կետերը ճիշտ է։ Այսինքն դուք չեք բացառում, որ ինչ որ մի փուլում ՀԱՊԿ-ից դուրս գալու, վերջնականապես դուրս գալու հարցը դրվի։ Այն ինչ որ մեր երկրի շահը կթելադրի, այդպես էլ շարժվի։ Պարոն Սարգսյան, ներողություն։ Պարոն Սարգսյան, քեզ են ուզում, արի։ Լսեք, Հայկ Սարգսյանը նաև ասում էր, որ զինվորները բանակում շաբաթը մեկ անգամ են լողանում, ասում են դե թող ղեկավար կազմն է շաբաթը Ես մեկ կարող եմ անգամ։ տեղեր ասել, որ մեկ անգամից ավել են լողանում, կան տեղեր, որ մեկ անգամ են լողանում, ինչ է պատահել։ Բայց մենք, որ ասում ենք բանակի կերպարանափոխում, նաև լոգանքի հնարավորություններն են, չէ՞ մեծանում։ Այսինքն բանակի կարիքն է։ Ափսոս որ դու չես ծառայել, խնդիրը եղել որ Նիկոլ Փաշինյանն էլ չի ծառայել։ Նիկոլ Փաշինյանն էլ չի ծառայել, դու էլ չես Արադ ծառայել։ Միրզոյանը, Վահան Կոստանյանը, Ինձ չես կարող մեղադրես։ Ձեր տղան էլ չի ծառայել։ Այո, դիմեք գլխավոր դատախազին չծառայել։ Դուք էլ դիմեք, եթե խնդիր կա։ Ձեր մահոսով ես ես նայում արդեն տեսնում եմ դուք պիտի չծառայեք, ինչ ասեմ։ Ձեր տղան էլ չի ծառայել։ Չէ, իմ տղան շատ բարձրակարգ տղա է քո պահմատ։ Ուրիշ։ Բայց ինչու չի ծառայել։ Թող բարձրաստիճան պաշտոնյան։ Դու նրա գիտելիքների չափ որ ունենաս, դու էլ չես ծառայել։ Նույն Հայկ Դուք ինչ հիվանդությամբ եք ազատվել։ Հարցում արեք բնային թող ասեն։ Անպայման ես կփորձեմ, ուրիշ։ նույն Հայկ Հա, ճիշտ Սարգսյանն ասում եմ, ասում է, դե- հարցում արեք պաշտոնյաներն շաբաթը մեկ լողանան, տեսնենք լավ է։ Հայկ Սարգսյանի ասածը չեմ ուզում մեկնաբանեմ։ Մեկ անգամ, երկու անգամ, լավ կլինի ամեն օր լոգանք ընդունեն, առավել եւս, երբ որ լուսա բացվում է, եւ իրենք իրենց մարզումները պետքա սկսեն, մարզումից հետո նրանք պետքա ինչ-որ մարմինը ենթարկեն լոգանքի։ Հիմա լոգանքը սառը լոգանք, տաք լոգանք, մենք հիմա ցկտում ենք, որպեսզի զորամասերը ունենան լողավազաններ, չէ՞, բայց դա լոգանքը չի։ Լոգանքը բանակում դա շաբաթական լոգանքը, որ ասում են, դա ֆունդամենտալ մեկ օր ինքը ամբողջությամբ մարմինը ենթարկացնում է ջերմային եւ սանիտարական մաքրման եւ սպիտակեղենն է փոխվում եւ ամեն ինչ, դա միայն լոգանք չի։ Ասում եք հոգաբորբից մահացել է, որովհետև սառը ջրը։ Լսեք, հիմա փոխնախարին այդ հարցերը կտայեք։ Հայկ Սարգսյանը ասում է, Հայկ Սարգսյանը բերում է ասած թղթերի ինչ որ տրցակ, հետո ինքը սկսում է թղթերով ինչ որ եզրահանգումներ անել, որը մերժվում է։ Նաև ինքն է մերժում, ես չգիտեմ, լիագումար նիստում ինձ շատ հետաքրքիր է Հայկ Սարգսյանը ոնց է քվերքել։ Չէ, չնայած հիմա քանի որ ինքը ցուցակում չի, կարող է լրիվ ուրի ձև պահի իրեն։ Պարոն Քոչարյան, Փաշինյանի Ռուսաստան այցից հետո մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի Դուք փոխվարչապետը արդեն մի քանի լարված է։ դուք չարաշահում եք աչ թևի տակ ձախ անցնում։ Չէ, չեմ ուզում ձեզ պատասխանել։ Որտեվ դուք շատ հարց տվեցիք։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ։ Երրորդ Սերժ երրորդն էր։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Իսկ երկրորդը բան էր Զատիկի մասին բան էր դրել։ Տեսա հոլովակ շատ, բայց ձուն չտեսա կարմիր։ Կուլի չտեսա, ձուն չտեսա։ Դեպի ուտելու մենաշնորհը ԿՊ-ին չեմ ուզում։ Թույլ տվեք սխալվում ես։ հարցը շահադեր պարոն Քոչարյան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով կառավարող ուժի այն պնդումներին, որ եթե իշխանության դուք չլինեք, ապա պատերազմի վտանգը մեծ է, քանի որ ընդդիմադիր ուժերը գալու են եւ վերաբանակցելու են սեղանին եղած խաղաղության փաստաթուղթ, ասաց, որ ընդհակառակը սոցիոլոգիական հարցումներ կան, որոնք հակառակ բանի մասին են վկայում, որ եթե դուք մնաք իշխանության, այդ դեպքում պատերազմի վտանգը կմեծանա։ Ինչ եք ուզում ես պատասխանել։ Ձեր գնահատականը Սերժ Բացասական։ Բացասական եւ ընդհանրապես դեռ շատ անհիշելի ժամանակվանից եւ ես իրեն ճանաչել եմ։ Միշտ ունեցել եմ բացասական գնահատական իր քայլերի հաջորդականության վերաբերյալ։ Մինչեւ պաշտպանության նախարար լինելը։ Ուրիշ։ հունվարին Փաշինյան ասում էր Որոնց քարորիայի հետ կապված նաեւ ինձ հաջողվել է Սերժ Սարգսյանին տալ բազմաթիվ հարցեր, ստանալ պատասխաններ մոտ 5 ժամ։ ասում եք, որ քարորիա պատերազմում մենք հաղթանակ ենք տա։ Դե կներես։ Բայց գործող իշխանությունը Սերժ Սարգսյանը կարող էր ասել, որ Հայաստանը ինքը հասցրել է այն մակարդակի, որ նույնիսկ ատոմային տիրություն է դարձրել։ Ու ասելով չի։ Իսկ ով բերեց 2014 թվականի պատերազմը։ Ձեզ մեղադրում են, ասում են 3 պատերազմ դուք եք բերել։ Իսկ 16 թվականի պատերազմն ով է բերել ձեր դիտարկում։ Ինքը գնացել է Արցախ եւ ասել է, այնպես չանեք, որ ղարս երկենք, դա ինքն է ասել, ես չեմ ասել։ Պարոն Քոչարյան, ծնողները կարծում են, որ պետք է հրապարակվի քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Մենք ունենք 3900
70 զոհված, չնայած նույն Սերժ Սարգսյանը եւ Զատիկի տեսահոլովակ դրած Ռոբերտ Քոչարյանը տալիս է 5000 զոհ, 1000-ով ավելացնում են մի քիչ ավել։ Այդ 1000-ը այդ ձեր հորտնից եք բերել այդ երեխեքի։ Փաշինյանը պլյուս մինուսներով էր հաշվում։ Չէ, Կարինա, ես հիմա լուրջ եք խոսում կամ ուզեք ես մտնեմ այդ դաշտ։ Չէ, լսեք։ Համա դուք էլ մի մտեք այդ դա։ Ես ոչ թե լավ եք անում, հիշեցրեք։ Սա հարցը հետեւյալն է։ Հիմա ծնողները, ծնողների այն խումբը, որ հիմա բարբերաբար հիշում է եւ հիշում եք մեծ լսումներ արեցինք երկու этаպով ազգային ժողովում։ Այդ հիմնախնդիրների, որոնք իրենք բարձրացնում էին։ Նաեւ անընդհատ ծնողների խումբը, որոնց մեջ նաեւ կան ծնողներ, որոնց երեխաների ԴՆԿ ԴՆԹ-ն հաստատված է եւ այդ երեխաները մինչեւ հիմա վերցված չեն դիահերձարաններից, այդ էլ կա։ Ամեն ինչ կա։ Նաեւ քննչական կոմիտեն, որը քննություններ իրականացրել եւ բավականին լավ հաջողություն ունեին եւ դա պետքա հիմք հանդիսանար որոնողական աշխատանքները կոնկրետ կետում, որտեղ քննությունը ըստ էության կարողացել էր դժողների իրավահաջորդներին ցույց տալ մահվան հատվածը կամ անհետ կորելու հատվածը որտեղա պետքա իրականացնել։ Հիմա զեկուցին։ Զեկուցը գտնվում է գաղտնի բաժնում։ Զեկուցի հետ կապված վերջին փաստաթղթերը, պարոն Ավետիսյան, դու կարող ես տեղեք։ Չէ։ Դեռ գաղտնի բաժնից մեր մոտ հանձնաժողովի մենք դեռ փաստաթղթեր ունենք, որ պետք է իջեցնենք առաջի բաժին։ Գաղտնի բոլորը հանձնած։ Բոլորը հանձնել ենք արդեն։ Այսինքն երեկվա դրությամբ մենք ավարտել ենք, իսկ դա մոտապես արդեն 2 ամսից, քանի ամիս է տեղափոխում ենք։ 3 ամիս պատկերացրեք ծավալ ինչքան փաստաթղթերը ուսումնասիրվել է, տեղափոխվում առաջի բաժին։ Իսկ դա ինչ հնարավորություն է տալիս ոչ միայն պատգամավորներին, նաև այն պատկան մարմիններին արդեն ունենալ զեկույցը, ստանալ զեկույցը, դրա հիմնավորումներով, որտեղ զեկույցը օրինակ գրած թուղթ չի։ Դրա տակ դրված են բոլոր այն հիմնավորումները, որը ներառված են զեկույցի մեջ։ Ինքը 200 էջից ավել էր, հիմա ավելի այս ամբողջացնելու պարագայում բուն զեկույցի իր բովանդակությամբ եւ տեսագրություններով, ձայնագրություններով եւ քարտեզային հավելումներով ինքը դարձել է 500 էջից ավել։ Փաշինյանն ասում է Մի ես ասող չգես ինչ անում լսի։ Չէ, հիմա որ չկա մի բան, որ ես չիմանամ այդ զեկույցից։ Բնակարար երկրի վարչապետն է, բող իմանալ։ Այսինքն այդքան էլ կարևոր չի, որ հանրայնացվի։ Այդպիսի բան մի նսեմ ասրեք ասածը։ Պարոն Քոչարյան, այնուհանդերձ այդ ծնողները ինչպես պետք է ծանոթանան բովանդակությանը, որովհետև իրենք բազմաթիվ հարցեր Ծնողները այնպես ոնց որ իրենք են ուզում, իրենք չունեն, լիազորված չեն այդպիսի իրավասությամբ, որպեսզի գաղտնի հուժ գաղտնի փաստաթղթերին ծանոթանան։ Կներեք, նույնիսկ կան բաներ, որ, հա, Ինչ պետք է դա իրենց այդ փաստաթղթերը։ Վերջին հաշվով ես ծնողներին վերջին բանի երբ որ ծնողները այստեղ են մի քանի օր առաջ կարծեմ Ղուկասյան Արսենը ասեց պարոն Քոչարյանին երբ որ հարցրինք բացանողները պարոն Քոչարյանը մեզ ասեց ինչի չեն մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին այո երկու հոգի պատվիրակաց ունեին կարծեմ երկու նիստ եկան եւ չեկան մեկը հետո Մոսկվայից զանգեց ինձ հիմա կարծեմ զինված ուժերով մայոր կոչում ուներ ծնողներից մեկը Մյուսը այդպես էլ բայես գայը դեղ ինչանի չէ, պիտի գայր, որպեսզի մենք վստահ լինեինք մեր աշխատանքի որակի վերաբերյալ չեկան։ Հիմա եկել են այդ նույն ծնողները եւ ասում են, բա մենք լավ կլիներ Սամվելը Փոխգնդապետ Հովհաննիսյան, էլ ծնողներից զոհվածի ծնողը եկավ մի նիստի, որտեղ Փաշինյանն էր հանդես գալիս զեկույցով Եվ ես սպասում եմ, որ դրանից հետո անընդհատ պետք է ինքը մասնակցի, որովհետև նաև ակնկալում է հետադարձ կապը ծնողների ինֆորմացիայի, որ մենք ունենայինք, որովհետև մեր աշխատանքը ավելի լավ կազմակերպենք։ Ոչ թե միայն պաշտպանական գերատեսչության փաստաթղթերը պահանջեինք, որպեսզի բանանենք հետախուզական փաստաթղթերը, քննչական կոմիտեները եւ այլն։ Նաև ծնողները ունեին իրենց ստեղծած արխիվը։ Այդ արխիվային փաստաթղթերը այդպես էլ մնաց իրենց մոտ։ Ոնց Բայց չէ որ դուք ակնկալում եք հանձնաժողովի որակյալ աշխատանք եւ զեկույց։ Հիմա մենք զեկույց ունենք, ինքը հնարավորինս սակավաթիվ ուժերի պայմաններում ստացել է բովանդակային հիմնավորումներ։ Բավական են, որովհետեւ եթե քարորիայի ժամանակ շատ դժվար էր որևէ փաստաթուղթ ստանալ, կամ կեսում են, կամ չեն տալի։ Էլ չասեմ, որ եթե հիշում եք մարտի 1-ի փաստավակ խմբի ժամանակ մեզ
Կեղծ թղթեր էին տալի ազգային անվտանգությունը եւ այլն։ Առավոտյան ինչ եղավ, կեսօրին ինչ եղավ, սա խափում էին։ Բայց մենք կարողանում էին գտնել ձևաչափ, որ մեր ուզած փաստաթուղթը sense տենից հայտնվում էր մեր մոտ։ Ինչ ճանապարհներով այդ չարս։ Դա 030 թրաման այդ նախկինից եմ ասում։ Հիմա Սերժյանն ասում է մենք հաղթել ենք, շատ լավ։ Որ հաղթել ենք, այդ դեպքում Արցախում ինչ էր համոզում քաղաքական էլիտային Լեռնային Ղարաբաղի։ Ինչու որոշում կայացվեց Մենք ունենք եզրակացություն։ Ընդհանրապես 44 օրյա այդ հանձնաժողովի զեկույցը չքննարկել խորհրդարանում։ Ձեզ համար Իմ համար ամենակարևորը զեկույցի արկայությունն է։ Ճիշտ հասկացեք, ոչ թե որ մենք ժամկետ ենք խախտել, ըստ օրենքի մեկնաբանության հարց է։ Մի իրավաբան մեկն է ասում, մյուսն է ասում, ազգային ժողովի նախագահը հենվել է այն կարծիքի վրա, որ զեկույցը լինի ինչ որ ձևաչափով քննարկվի, բայց կանոնակարգ օրենքը չխախտվի։ Ընկալման խնդիրը, զեկույցը ամենակարևոր գոյություն ունի։ Այդ զեկույցը sense tenants 20 էջից բաղկացած եզրակացություն ունի։ Այդ եզրակացությունը պետք է Հայաստանի Հանրապետությանը։ Որտեվ այդ ծնողները որ հարցնում են, իրանք ես ինչքան հասկանում, ասում են թող զեկույց ասի իմ տղան որտեղ է անհետ կորե կամ զոհվել։ Հանձնաժողովը այդ խնդիրը իր արժև գուցե մասնավոր ունենար կոնկրետ մի դեպքով, բայց մենք այնտեղ ծավալը պատկերացնում ենք եւ հանձնաժողովը ազգային ժողովի հանձնաժողովը ինքը տվել է եզրակացություն թե մեր պարտությունը որտեղ պետքա փնտրեինք, որտեղ ենք թերացել։ Եվ դրանից դասեր քաղելով մենք ինչ պետք է անենք մեր անվտանգային միջավայրը բարելավելու, այն ինչի ուղղությամբ կատարում ենք որոշակի աշխատանքներ եւ լուրջ աշխատանքներ։ Լուրջ են առումով, որտեղ տարբեր հիմա ես որ ասեմ, կասեք ինչ եք թիրախորում, տարբեր բայղուշներ էկրանի մյուս կողմից ասենք Արշակ Կարապետյանը հելմենս բաներ ասում, բայց այդ մարդը եղել է Պաշտպանության նախարար, մեր իշխանության օրոք, Պաշտպանության նախարար աշխատած Արշակ Կարապետյանը հանդես է գալիս որպես իշխան Համլետի հայր եւ դուրս է գալի բաժնություն անում մեր երկրի գլխին։ Ինքը պետք է եթե այդպեսի ազնիվ նախարար էր, ինքը ինչա փախի իր երկրից։ Մենք գիտեք, մի հատ Պաշտպանության նախարար ունենք փախած Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Վիգեն Սարգսյան, հայտնի պիսերը, մի հատ էլ ով է Ռուսաստանում։ Այստեղ ոչ, նա արդեն ուզում է բան։ Կուսակցություն աստեղծել, Վաղարշակ Հարությունյանը ասում։ Չէ, Միխայիլ Հարությունյանը նա մարտի 1-ով անհետացել։ Բայց պատկերացնում եք երկրի պաշտպանության նախարարները փախել են իրանց երկրից, դուրս եկել սահմանից դուրս։ Նրանք պետք է սահմանի ներսում լինեն։ Իմ գնահատականները հիմա կհնչեցնեն, կասեն էլի թիրախավորեց մեր հրաշալի նախարարներին, հրաշալի նախարարները նրանք են, ովքեր գտնվում են երկրի սահմանի ներսում, անկախ նրանից ինչ կլինի։ Վերջին հաշվով բոլոր պատմական ֆիլմեր եք նայում, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ, զինվորականներ, մարշալներ, դատապարտված, պետք է այնպես անես, որ դու քո պահվածքով, վստահություն ներշնչելով երկիրը դարձնես ապահով եւ անվտանգ։ Չունի այս իշխանությանը, դուք լավ հարաբերություններ ունեք։ Շատ լավ, 90-ականներից երբ որ ինքը Սուզանավի վրա ծառայությունից հրաժարվեց եւ եկավ ներքին գործերի փոխնախարարի այն ժամանակ ես ներքին գործերի նախարարի առաջին տեղակալն եմ։ Ես այն կարծիք ունեմ, որ Հարությունյանը լավ արեց, որ 90 թվին եկավ Հայաստան։ Չէ, հիմա որ Ես կարող եմ ասել, Վաղարշակ Հարությունյանի եղբայրը շատ լավ ազգային անվտանգության ծառայության նաեւ փոխնախ այն ժամանակ մահացել է Սլավիկը Հարությունյանը։ Իրանի հետ կապված պատերազմի Հացանք Իրան արդեն պայմաններում Թրամփի ուղու կառուցումը, որը Փաշինյանը հունվարին ասում է դա մեր անկախության, ինքնիշխանության 99 տարու երաշխիքն է։ Սիրելի Կարինե, շատ լավ։ Ցանկացած պատերազմ սկսվում է եւ ավարտվում է։ Երբ որ սկսվում է, այլ իրավիճակ է առաջանում, տարածաշրջանային, համաշխարհային եւ այլն։ Ավարտից հետո ֆիքսվում է ինչ որ իրավիճակ, որի համապատասխան պետքա դու քո քաղաքական հեռանկարը եւ վերլուծությունը կառուցես ըստ դրա։ Մեր տրիպի հետ կապված իրավիճակը մեզ այս պահին էլ տվել է մի հատ առավելություն, մեր սահմանի վրա կրակոցներ չկան։ Հրթիռները բոլոր տեղերը թռնում են, մեր սահմանի այս կողմը գտնվում է հանգիստ վիճակում, բայց կարող է փոխվի դրա համար էլ մենք ամեն օր ամեն ինչ պետք է անենք, որ մեր զինված ուժերը ինքը այն նպատակներով դրել է իր առջև, ունենա լուծումներ, իսկ այդ լուծումները տալիս է հայ մարդը, որը բանակին տալիս է զինվոր, որը որ երկրին տալիս է հնարավորություն այդ զինվորին ապահովելու խնդիրը լուծել եւ հեռանկար։
Եվ մնում է մենք անկեղծ լինենք մեր սպայակազմի նպատակների համար, որտեղ նայեք, այսօր ներքին գործերի նախարարությունը բերել էր նախագիծ օրենսդրական, որը շատ կարևոր է, որպեսզի կադրային մրցակցությունը մենք դարձնենք անշրջելի։ Նույնը բանակը մի քիչ ավելի շուտ սկսել էր, տարբեր ծրագրեր։ Եկեք այդ նպատակին բոլորս ծառայենք, ես կողմ եմ, որ ինչքան հնարավոր է տվեք այդ հարցերը, ես դեմ չեմ, նույնիսկ Նարեկը կարա հարց տա։ Ծրագիրը արդեն այսպես խոցելի չի դարձնում եւ Իրանը ավելի շուտ Դու ուզում ես խոցելի դառնալ։ չէ, ինքը ինչ որքանով է Բոլորը չգիտես ինչի ուզում են, որ այդ ծրագիրը չկայանա։ Ծրագիրը չգիտեմ բանկաշան, բայց ձեր ընդդիմադիր գործընկերները, ձեր օպոնենտներն ասում են, որ դուք գովերքում եք հաստատված խաղաղությունը, բայց դա շատ թույլ, շատ հեղեղուկ, մեկ Այո, դա թույլ, այա, դա թույլ ճիշտ են ասում։ Կգանք, Այդ դեպքում ինչի իրանք խաղաղության քայլեր չեն անում, որը չէր բերի քարորյա պատերազմի դելավ էլի։ ինչը դե լավ է պատերազմի Շատ լավ դուք իմ ուժեղ երաշխավորված խաղաղության նրանց խոստմանը եւ ինչ է նշանակում ուժեղ խաղաղություն եւ երաշխավորված։ Լսեք, ցանկացած ստորագրված փոստախտով կարելի է խախտել։ Դու ստեղծի քո այնպիսի միջավայր անվտանգային, որ խախտելը դժվար լինի։ Դու ինքդ պետքա երաշխավորող լինես քո երկրի անվտանգությանը։ Հիմա քոչան ասում իմ օրոք։ Իր օրոք մարտի 1 ա եղել, իր օրոք այնքան բաներ ա եղել։ Սահմանների խաղաղա միակ նախագահն եմ եղել, որի պաշտոնավարման օրոք։ Գնացեք բոլոր լրագրող եք, գնացեք նայեք սահմաններում տիրող իրավիճակը եւ իր թողած բանկա բուտուլիկ եկը։ Շնորհակալություն։ Սիմոնյանը երբ ասում է Ադրբեջանը Շնորհակալություն։ երաշխավորը Շնորհակալություն։ Ինչպես։ ասում է հիմա Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխավորը։ Եվ Հայաստանն էլ Ադրբեջանը։ Հայաստանն էլ Մեր անվտանգության երաշխավորը մեր ժողովուրդն է իր անվտանգային համակարգով, իր զինված ուժերով եւ իր քաղաքացիներով։ Շնորհակալություն։ Սիմոնյանը որ Ադրբեջանն է երաշխավորը։